Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, ATV-ի եթերում մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն իրականացնում ենք մեր գլխավոր գործընկեր Converse բանկի հետ միասին։ Այսօրվա մեր հաղորդումը նվիրված է հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին։ Խոսելու ենք նրա կյանքի ու գործունեության մասին, ինչպես նաև այն մեծ ավանդի մասին, որ նա ունեցել է հայ ճարտարապետության զարգացման գործում։ Ալեքսանդր Թամանյանի անունը մեզանում առաջին հերթին ասոցացվում է ոչ միայն նրա ճարտարապետական հանճարի, այլև Երևանի մշակութային զարթոնքի հետ։ Այդ տարիներին Հայաստանը նոր էր ապաքինվում պատմական ծանրագույն փորձություններից, եւ Ալեքսանդր Թամանյանի առջև խնդիր էր դրված իրականացնել Երևանի մշակութային վերականգնումը։ Սակայն Թամանյանի տեսլականը միայն մշակութային վերականգնումը իրականացնելը չէր։ Ըստ էության նա իրականացրեց նախագծային հեղափոխություն, Երևանը դարձնելով մի քաղաք, որտեղ հինն ու նորը լավագույնս ապրում են կողք կողքի եւ որտեղ դասական եվրոպական ճարտարապետությունը լավագույնս համադրվում է հայկական ազգային մոտիվների հետ։ Այսօր խոսելու ենք Ալեքսանդր Թամանյանի մասին։ Ալեքսանդր Թամանյանը հայ ճարտարապետության պատմության մեջ ամենաերևելի դեմքերից է, եթե ոչ ամենանշանավոր ճարտարապետը։ Նա ծնվել է 1878 թվականին Եկատերինո դարում, ժամանակակից Կրասնոդարում, եւ իր գործունեությունը ծավալել տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում, եւ ամենաշատը աչքի ընկել նրանով, որ կարողացել է հայկական ճարտարապետության ավանդույթները, օրինակ Երևանում, համադրել անտիկ ճարտարապետության ավանդույթների հետ եւ ստանալ շատ հետաքրքիր լուծումներ նաև ժամանակակից ճարտարապետական նվաճումների համադրությամբ։ Թամանյանի գործունեության ամենաճանաչված կողմը երևանցիների համար իհարկե Երևանի փոքր կենտրոնի տարածքն է։ Այն շինությունները, որ մենք անվանում ենք կամ թամանյանական առօրյա խոսակցական մեր բառապաշարում կամ թամանյանական շենքեր կամ երբեմն ստալինյան շենքեր են կոչում, որովհետև այդ շինարարությունը կատարվել է հիմնականում այն ժամանակ, երբ որ Խորհրդային Միության ղեկավարը Յոսիֆ Ստալինն է։ Ալեքսանդր Թամանյանի գործունեության հետաքրքիր կողմն այն է, որ նա սկսել է իր առաջին գործերը անել ոչ թե Հայաստանում, այլ ռուսական կայսրության կենտրոնական քաղաքներում, Պետերբուրգում, ժամանակ Պետրոգրադ էր կոչվում, եւ Մոսկվայում։ Նաև աշխատանքներ ունի կատարած Օրիոլի մարզում եւ տարբեր այլ հատվածներում։ Հետաքրքիր է, որ կա տարածված տեսակետ, թե երևանյան այդ նեոդասական, նոր դասական, նեոկլասիկ ոճի շինությունները, որ նա իրականացրել է, կառուցել է, այդ գործերը իբրև թե բերված են Մոսկվայի նոր դասական ոճի շինություններից։ Բայց այս տեսակետը սխալ է, որովհետև չի կարելի ստալինյան ամպիր ոճի այդ այդպես կոչվող ոճի շինությունները, մեր փոքր կենտրոնի գեղեցիկ շենքերի ոճը կամ Մոսկվայի կենտրոնի այդ գեղեցիկ ոճը համարել, որ բերվել է այնտեղից շատ պարզ պատճառով։ Նույն Մոսկվայում առաջին այդ ոճի շինությունը հենց Ալեքսանդր Թամանյանի կողմից է իրականացվել, կառուցվել։ Ալեքսանդր Թամանյանը սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, ավարտել այն եւ դրանից հետո իր առաջին գործը կատարել է հենց այնտեղ հայկական եկեղեցին, որ կառուցված էր դեռևս 18-րդ դարում, նա վերակառուցել է եւ այստեղ հրաշալի լուծումներ է գտել նույն նոր դասական ոճի իր առաջին լուծումները հայկական ճարտարապետության ավանդույթների հետ միասին եւ նաեւ ռուսական ճարտարապետության 18-րդ դարի եւ 19-րդ դարի ավանդույթների համադրությամբ։ Ալեքսանդր Թամանյանի գործերի մեջ առանձնահատուկ տեղ ունի նրա մի շատ հետաքրքիր աշխատանք Մոսկվայում Շրբատովների տունը, Усадьба Щербатовых, որը նույնիսկ Ռուսաստանի Դաշնության ճարտարապետական հուղացության բուհերի դասագրքերում ներկայացվում է որպես Մոսկվայի հնագույն նոր դասական ոճի շինություն։ Սա շատ կարևոր է շեշտել, որովհետև հենց այս շինությամբ է հնարավոր հերքել այդ տեսակետը, իբրև Մոսկվայից է նա այդ ոճը որոշել
որ տեղայնացնի եւ Հայաստանում կիրառի, մինչդեռ հենց ինքն է դրա առաջին կիրառողը։ Եվ 1911-13 թվականներին շենքը նախագծվել կառուցվել է եւ արդեն հաջորդ տարին նա այդ գործի համար ստացել է ոսկե մեդալ Մոսկվայի քաղաքային դումայից եւ բացի այդ նա այդ աշխատանքի հաջողված այդ նորարարության համար անտիկ ճարտարապետության ավանդույթների եւ փաստորեն ժամանակակից ճարտարապետության նվաճումների համադրության համար նաեւ կարողացել է շատ արագ դառնալ ակադեմիկոս։ Այս առումով իհարկե Ռուսաստանում նրա հաջողությունները բավական մեծ էին, նա նույնիսկ 1917 թվականին փաստացի ճանաչվում է երկրում որպես լավագույն ճարտարապետներից մեկը, հետո տեղափոխվում է Երևան եւ 1919 թվականին Երևան տեղափոխվելուց հետո արդեն 21 թվականին Իրանում էր։ Իհարկե քաղաքական իրադարձությունները ազդել են Ալեքսանդր Թամանյանի տեղաշարժերի այդ աշխարհագրության վրա եւ այստեղ հարկավոր էր, որ արդեն խորհրդային Հայաստանի պայմաններում լիներ խոհեմ ղեկավար, ով կկարողանար հրավիրել, երաշխիքներ ստեղծել, անհրաժեշտ պայմաններ, որ Թամանյանը խորհրդային Հայաստանի պայմաններում ստեղծագործի։ Եվ իհարկե այդպիսի ղեկավարը Ալեքսանդր Միասնիկյանն էր, որի հենց ժամանակ էլ Թամանյանին հրավիրում են խորհրդային արդեն Երևան, 1923 թվականին նա վերադառնում է խորհրդային արդեն Հայաստան եւ այստեղ անցնում այն շինարարական աշխատանքներին, ճարտարապետական աշխատանքների նախագծմանը, որոնց շնորհիվ երևանցիները եւ համայն հայությունը ճանաչում են Թամանյանին եւ նրա ոճը։ Ուրեմն 1924 թվականին կազմվում է Երևանի այն հատակագիծը, որով փաստորեն ժամանակակից փոքր կենտրոնն է կառուցված։ Այդ Երևանի առաջին փաստորեն խորհրդային շրջանի առաջին գլխավոր հատակագիծը 150,000 բնակչի համար էր նախատեսված եւ պետք է ներառեր այն բոլոր գեղեցիկ շինությունները, որոնք մենք ճանաչում ենք այսօր։ Հետագայում այս տրամաբանությամբ կառուցվել են բազմաթիվ շենքեր։ Երևանում շատ հետաքրքիր գործ է նրա կողմից իրականացված, օրինակ Երևանի հիդրոէլեկտրակայանի կառուցումը Հրազդան գետի վրա։ Հրազդան գետի հիդրոէլեկտրակայանը բավական հետաքրքիր է, այստեղ մենք տեսնում ենք դեռևս 1920-ական թվականներին խոյակներ գեղեցիկ եւ հայկական ճարտարապետության տարրեր եւ անտիկ ճարտարապետության ավանդույթներ եւ արդեն ճարտարապետության նվաճումների իր ժամանակվա նվաճումների տեխնիկական նորամուծությունների կիրառում եւ ունենք մի կողմից ֆունկցիոնալ առումով նոր կարիքներ սպասարկող շինություն, մյուս կողմից դարավոր ճարտարապետության ավանդույթները եւ քանդակագործական ավանդույթներն իր մեջ պարունակող շինություն։ Այսօր քչերը գիտեն այն փաստը, որ օրինակ օպերայի շենքի կամ կառավարության տան շենքից բացի այսպիսի նաև շինություններ է եղել կառուցված Թամանյանի նախագծով։ Ալեքսանդր Թամանյանը փաստորեն Երևանի փոքր կենտրոնի համար ընտրում է սիրտ։ Առանցքը պետք է լինի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքը, այլ ոչ թե Լենինի անվան հրապարակը, ինչպես արվում էր միութենական բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում։ Եվ այս առումով Երևանը շատ առանձնահատուկ է, աչքի են կնում եւ առանձնանում է մյուս բոլոր հանրապետությունների մայրաքաղաքային այդ ենթակառուցվածքների տրամաբանությունից եւ ստացվում է, որ Երևանում ամեն ինչ սկսվում է եւ մյուս կողմից էլ ամեն ինչ ավարտվում է հենց օպերայի շենքի մոտ։ Սա յուրահատուկ կոնցեպցիա էր, շատ հետաքրքիր գաղափար էր, որ կիրառում էր Թամանյանը եւ հենց օպերայի շենքի տրամաբանությունից էլ պետք է բխեր հանրապետության հրապարակի կառուցումը, որը այն ժամանակ Լենինի անունն էր կրում, եւ կառավարական տուն, մնացած բոլոր շինությունները արդեն այնտեղ պետք է լինեին։ Տրամաբանությունը շատ պարզ է։ Մշակութակենտրոն քաղաքի գաղափարը տալիս էր քաղաքի ցանկացած բնակչի որոշակի էսթետիկական զգացողություն եւ ստացվում է, որ անգամ կրթական ցենզ չունեցող մարդը հանդիպման լավագույն վայր ընտրելու էր օպերայի շենքը։ Մինչ օրս էլ երևանցիների տրամաբանության մեջ օպերայի շենքը հենց այն վայրն է, որի մոտակայքում որոշում են, թե
ամենահեշտ հանդիպելու վայրը որն է։ Այս առումով իհարկե ազդեցությունը, մշակութային ներգործությունը չափազանց մեծ եւ կարեւոր է եւ այս տրամաբանության մեջ էլ տեղավորվում է օրինակ այդտեղից գլխավոր պողոտաների ճյուղավորումը։ Դրանցից Մաշտոցի պողոտան, որ այն ժամանակ Ստալինի պողոտա էր կոչվում, հետո պետք է վերանվանվի Լենինի անվան պողոտա, գլխավոր պողոտան էր համարվում եւ փաստորեն դա նաեւ Երևանը կապում էր ճանապարհային մնացյալ հանգույցների հետ։ Հետագայում Բաղրամյանի անունով կոչված պողոտան, որտեղ պետք է գտնվեին արդեն վարչական կարևոր նշանակություն ունեցող շինությունները, պետք է ճյուղավորվեին հենց այս շենքի մոտից։ Թամանյանը նախատեսում էր, որ հենց օպերայի շենքի մոտից մինչև հրապարակ, Հանրապետության հրապարակ պետք է կառուցվի հյուսային պողոտան, ճանապարհ, որը միայն հետիոտնային փաստորեն անցման համար պետք է ապահովեր կապը Հանրապետության հրապարակի եւ օպերայի շենքի միջև։ Եվ այս բոլոր լուծումների մեծ մասը նա ճանաչել է հենց իր կենթանության օրոք գոնե մեկնարկի արժանացնել։ Հետարքիր որ Թամանյանի ճարտարապետական լուծումները սկզբից բավական սուր գնահատականների են արժանացել, քննադատության են արժանացել եւ դեմ են եղել շատերը, այդ թվում ճարտարապետներ, տարբեր ոլորտների մշակույթի տարբեր ոլորտների գործիչներ, այն լուծումների նկատմամբ, որ Թամանյանն էր որդեգրում, բայց հետագայում, երբ որ ամբողջացավ նրա նախագծած այն երևանյան փաստորեն կոլորիտը կամ փոքր կենտրոնը, ինչպես մենք այսօր անվանում ենք, արդեն Երևանը ձեռք բերեց նոր դիմագիծ եւ այցեքարտը, հենց Երևանի այցեքարտը դարձան նրա նախագծած շինությունները եւ նրա հատակագծով հայտնի երևանյան կոնցեպտը։ Այսինքն օպերայի շուրջ զարգացող քաղաք եւ այդտեղից ճյուղավորվող փողոցներ, կառավարության տունը եւ Հանրապետության հրապարակի շինությունները եւս նրա նախագծով էին։ Այդտեղ իհարկե կան որոշ տարբերություններ, որդին է հետագայում շարունակել աշխատանքը, բայց տարբերություններից մեկն է օրինակ պատմության թանգարանի եւ պատկերասրահի շենքը կամ ինչպես այն ժամանակ կերպարվեստի թանգարան էր կոչվում, այն մեծ գմբեթը, որ այսօր ունի այդ շինությունը, Թամանյանի նախասկզբնական նախագծերով նախատեսված չէր։ Ալեքսանդր Թամանյանի տարբեր գործերը արժանացել են թե պետական եւ թե միջազգային մրցանակների, իհարկե այստեղ արտադիր պետք է նշել օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի մրցանակը Փարիզի ցուցահանդեսի ժամանակ Grand Prix մրցանակի արժանացել ոսկե մեդալ 1937 թվականին, այնուհետև ԽՍՀՄ պետական մրցանակ, երկու դեպքում էլ ցավոք հետմահու։ Թամանյանի նաև կառավարական տունը նախագծած Հանրապետության հրապարակում եւ ամբողջ հրապարակը եւս արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակների, այս դեպքերում եւս ցավոք հետմահու։ Թամանյանը բավական այսպես վաղ է մահացել 1936 թվականին, ընդամենը փաստորեն 58-ամյա հասակում Թամանյանը հեռացել է կյանքից, բայց հասցրել է թողնել հսկայական ժառանգություն եւ հետաքրքիր է, որ ոչ միայն երևանյան շինություններն են Թամանյանի այս ժառանգության մեջ, այլ նաեւ տարբեր քաղաքների գլխավոր հատակագծեր։ Օրինակ, հետաքրքիր է այն փաստը, որ Ալեքսանդր Թամանյանի նախագծով է փաստորեն կառուցվել նաեւ Ստեփանակերտը, Արցախի մայրաքաղաքը, խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի փաստորեն կենտրոնը եւ մեր Արցախ աշխարհի մայրաքաղաքը կառուցվել է նույնպես նրա նախագծով։ Փաստորեն այս առումով Երևանի հետ ստացվում է, որ Ստեփանակերտը ունի նույն գլխավոր ճարտարապետը։ Հայաստանի տարբեր քաղաքներ, օրինակ Վաղարշապատը, Գավառը, Հրազդանը եւ տարբեր այլ քաղաքների գլխավոր նախագծեր հենց կազմվել են Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Նույնիսկ Գյումրին խորհրդային շրջանում ստացել է նոր ձևակերպում, պայմանական ասած ստալինյան ոճի շինություններով, հենց նրա նախագծով։ Եվ երբ օրինակ այն մասնագետները, ովքեր պնդում են, թե Թամանյանը հենց ռուսական տիպի ստալինյան ամպիրն է բերել Երևան, այստեղ պետք է նկատեն մի կարևոր փաստ։ Թամանյանի այս ոճը առանձնանում էր այն լուծումներից, որ կիրառվում էին Մոսկվայում եւ Խորհրդային Միության մյուս քաղաքներում։ Այստեղ ոչ միայն անտիկ ճարտարապետության եւ ռուսական ճարտարապետության ավանդույթներն էին իրար հետ շահ կապված, այլ նաեւ
ավելացված էին հայկական ճարտարապետության, մոնումենտալ ճարտարապետության հատկապես տարրեր, գեղեցիկ խոյակներ, քանդակներ, խաղողի ողկույզների, նռան եւ այլն։ Եվ այս բոլոր տարրերը բավական հետաքրքիր կոլորիտ են ստեղծում ժամանակակից Երևանի համար։ Նաև պետք է նշել մի շատ հետաքրքիր փաստ, որ Ալեքսանդր Թամանյանը Հայաստանի տարածքում գործող հատկապես Երևանի շատ բուհերի, գլխավոր մասնաշենքերի նախագծերի հեղինակն է։ Օրինակ, բժշկական սկզբնապես ինստիտուտի համար, այսինքն ժամանակակից բժշկական համալսարանի անատոմիկումի մասնաշենքի նախագիծը կազմել է հենց նա։ Անասնաբուժական, անասնաբուծական ինստիտուտի նախագիծը նա է կազմել, այսօր դա տնտեսագիտական համալսարանի մի մասնաշենքն է։ Նաև նրա նախագծով է կառուցվել պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր մասնաշենքը եւ այսպես շարունակ բազմաթիվ շինություններ։ Շատ հետաքրքիր է, որ ֆունկցիոնալ առումով առանձնահատուկ մի շինություն կա այս ցանկում եւս։ Դա Աստղադիտարանն է Երևանի տարածքում, որը Երևանի պետական համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է ներկայումս, այդ շենքը եւս կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Հետաքրքիր մի փաստ պետք է նշենք, որ Ալեքսանդր Թամանյանը թողել է աշակերտների մի ամբողջ պլեյադա, ովքեր շարունակել են նրա գործը եւ կառուցել են Երևանի տարածքում նույն ոճի շարունակություն, ուղիղ շարունակություն հանդիսացող բազմաթիվ շինություններ։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ որ խորհրդային կենտրոնը 1955 թվականի դեկտեմբերին ստալինյան ամպիր ոճը համարեց բուրժուական, այսպես շռայլություն եւ հանեց շրջանառությունից եւ օրինակ Մոսկվայում եւ Կիևում դադարել են այդ ոճով շենքեր կառուցվել, Երևանում նրա սաները շարունակում էին նույն ոճի շինարարությունը դեռևս մի քանի տարի շարունակ։ Այս առումով այս շինություններն աչքի են ընկնում մոնումենտալ ճարտարապետության այդ հսկայական տարածական լուծումներով եւ հիացմունք են պատճառում դիտողին։ Եվ հաճախ հարց են ճումիշ տարբերություն Երևանի կենտրոնի այդ գեղեցիկ շենքերի եւ ենթադրենք հետագայում 70-80-ական թվականներին կառուցապատված թաղամասերի միջև։ Այստեղ պատասխանը շատ հստակ է։ Այդ խոյակները, այդ շինարարական ճարտարապետական լուծումները էսթետիկական ընկալում են փոխում բնակիչների մոտ։ Ոչ միայն այդ շենքերում բնակվող կամ հարևան շենքերում բնակվող, այլ ամբողջ քաղաքի բնակչության համար։ Եվ հենց նույն մյուս թաղամասերի այցելուները եւս այդ խոյակներից էսթետիկական որոշակի ընկալումներ են իրենց մոտ ձևավորում։ Այս առումով իհարկե ունենք մշակութային գեղեցիկ ճաշակի ընկալման առանձնահատուկ միջավայր։ Ալեքսանդր Թամանյանը այս իր լուծումների ամբողջ հանրագումարով Երևանին տվել է առանձնահատուկ ոճ։ Եվ հետաքրքիր է, որ նա փորձել է այդ ամենի մեջ ինտեգրել անցյալը եւ դրա հետ համադրել ներկան։ Դրա համար նա դեմ է եղել օրինակ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու քանդմանը, որը Երևանի հնագույն շինությունն էր, ժամանակակից կինո Մոսկվայի տեղում էր, 4-5-րդ դարերի կոթողային հուշարձաներ, հսկայական եկեղեցական կառույց, որը ուներ եզակի, ուղղակի եզակի որմնանկարներ, Թամանյանը հավաքել է ստորագրություններ, ճարտարապետների հետ համատեղ փորձել է կանխել քանդումը, անձամբ գնացել է այդտեղ, կարողացել է փրկել գոնե այդտեղի որմնանկարների մի մասը եւ դրանց մի մասը պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում, մի մասը Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Այսինքն Թամանյանը դեմ էր անցյալի այդ տիպի ոչնչացմանը։ Մյուս կողմից նա ցանկանում էր Երևանին տալ նոր գաղափար եւ դրա համար դեմ էր օրինակ մեկ հարկանի այն շինությունների պահպանմանը կամ կիսագետնափոր շինությունների, որոնք չունեին ճարտարապետական լուծումներ կամ գեղագիտական որոշակի հաճույք չէին պատճառում։ Դա նշանակում է, որ նա մի կողմից պահպանել էր օրինակ ժամանակակից Արամի, Բուզանդի փողոցի շինությունները եւ այդ այսպես ասած պայմանական սև շենքերը պետք է շարունակեին Երևանի կոլորիտի մասը լինեն, ինչպես օրինակ Աբովյան փողոցի պարագայում էր, Հանրապետության փողոցի, բայց մյուս կողմից պետք է դոմինանտ ոճ դառնար նոր դասական ոճը։ Եվ այս լուծումների մեջ նաև շատ կարևոր մի հանգամանք կա, չէր մտնում այս տրամաբանության մեջ Երևանում արևելյան տիպի բաց շուկա ունենալ այլևս եւ արդյունքում
շուկայի տարածքը, որ կրճատվել էր դեռևս 1890-ականներին եւ ստեղծվել էր ժամանակակից մանկական այգին քաղաքապետարանի մոտակայքում, հիմա շատ ավելի հստակ լուծում է շարունակվում, շուկան փակվում է եւ այս շուկան այլևս արևելյան որևէ գաղափարի շրջանակում չէր լինելու։ Երբ որ մենք նայում ենք ընդհանուր լուծումներին, այն Երևանը, որ ստացվել է Թամանյանի պատկերացումների համաձայն, ունի որոշակի զուգահեռներ ավստրիական, հյուսիսիտալական քաղաքների հետ, Պետերբուրգի, Մոսկվայի, բայց այնուամենայնիվ լիովին նոր կոնցեպցիա եւ գաղափար է առաջարկում, նոր Երևան, այն Երևանը, որը որ մենք սիրում եւ պայփայում ենք։ Երևանի մեծ նախագիծ ուներ իր մտքում փաստորեն մեծ ճարտարապետը եւ 1934 թվականին նա սկսեց կես միլիոնանոց Երևանի նախագծումը, ցավոք այդ նախագծումը նա չկարողացավ ավարտին հասնել եւ վախճանվեց 1936 թվականի փետրվարի 20-ին Երևանում։ Ալեքսանդր Թամանյանի տարբեր մտահղացումները իրականություն են դարձել նրա մահվանից հետո եւ դրանցից մեկը օրինակ նույն Հյուսիսային պողոտան է եւ մյուս տարբեր գաղափարներ կամ մասամբ են իրականացվել կամ դեռևս գաղափարները պետք է իրականություն դառնան։ Այն հուշարձանը, որ մենք այս պահին տեսնում ենք, Երևանում կանգնեցվել է 1974 թվականին քանդակագործ Արտաշես Հովսեփյանի գործն է, որ շատ գեղեցիկ ձևով պատկերում է ճարտարապետին իր ամենօրյա տքնաջան աշխատանքի մեջ եւ այն տեսլականը, որ նա ուներ արևային քաղաքի տեսքով։ Ալեքսանդր Թամանյանը ոչ միայն հայկական ճարտարապետության, այլև հայկական ինքնության վերածննդի խորհրդանիշն էր։ Նա ցույց տվեց, որ ճարտարապետությունը միայն շենքերի կառուցում չէ, այն արվեստ է, որը լավագույնս արտացոլում է ժողովրդի պատմական հիշողությունն ու ինքնությունը։ Իսկ Թամանյանի մասին պատմող մեր այսօրվա թողարկումը մոտեցավ իր ավարտին, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։